ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ ռեֆորմիստների կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանի հետ, բարև ձեզ պարոն Բաբայան։ Բարև ձեզ։ Մինչև մեր զրույցը սկսելը պետք է խնդրեմ մեր հետևորդներին անպայման բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութ եւ գրել մեկնաբանություններ։ Պարոն Բաբայան, Քարոզարշավի ընթացքը ինչպես եք գնահատում։ Շատ լավ, շատ դրական եմ գնահատում, դե արդեն 5 օր է, որ մենք քարոզարշավ ենք իրականացնում, նույնիսկ 6, կարծում եմ, որ լավ է ընթանում, համենայնդեպս բացասական երևույթների չեմ հանդիպել այս օրերին, մարդիկ ոգևորված են, խոսում են, զրուցում են, մարդիկ կան կոնկրետ արդեն որոշել են ում են ընտրելու, մարդիկ կան կողմնորոշված չեն, բայց որ ակտիվություն կա, դա ակնհայտ է։ Վերջերս հրապարակվեց մի սոցհարցում Գելափի այդ հայկական ընկերության PMG կողմից, ըստ որի ձեր քաղաքական ուժը կարծես թե խորհրդարան անցնող քաղաքական ուժերի շարքում չէ։ Ինչպես կմեկնաբանեք։ Ես Գելափներին չեմ հավատում, դրանք անիմաստ հարցումներ են, պլյուս մինուս կարա 10% տա Գելափը։ Ես չեմ հավատում Գելափին, ընդհանրապես ցանկություն չունեմ մեկնաբանելու, ասեմ ձեզ ավելին, շատ ավելի լուրջ սոցիոլոգիական հարցումներ են անցկացվում, որոնք կրկին որևէ հստակություն դեռևս չունեն, որտեղ այս ընտրությունները տարբերվում են նրանով, որ շատ մութ է եւ անհասկանալի, շատ լուրջ սոցիոլոգներ եւ քաղտեխնոլոգներ ասում են 26 թվականի ընտրությունները մութ անտառ է։ Եվ մենք մտել ենք այդ մութ անտառ, տեսնենք ոնց կավարտենք։ Համենայնդեպս այդ սոցհարցումները լուրջ բաներ իրենից չեն ներկայացնում, եկեք դրա վրա չկենտրոնանանք։ Պարոն Բաբայան, ձեր ցուցակի առաջին 3 համարին նայենք, նախկին պաշտպանության նախարարն է, դուք եք եւ նախկին լրագրող Անի Ներկայարյանը։ Մինչև այս ընտրությունները ձեզ կարծես թե միասին երբևէ չենք տեսել, հա։ Այդ ոնց է ձևավորվել ցուցակը, օրինակ ինչպես եք որոշել, որ պետք է միասին քաղաքական ճանապարհ անցնեք։ Եթե առաջի համարի մասից սկսենք, ասեմ, որ Վարշակ Հարությունյանը ես ճանաչում եմ դեռևս 25 տարի։ Եվ դեռևս այն ժամանակ, երբ որ մենք պայքարում էինք ընդդիմություն որպես 2000-ականների սկզբին, ես այդ ժամանակվանից ճանաչել եմ Վարշակ Հարությունյանին, մենք մի կուսակցությունում ենք եղել, նախկին ժամանակներում մենք Հանրապետություն կուսակցությունը, որ ձևավորվում էր եւ ամենաուժեղ ընդդիմությունն էր Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, այդ ժամանակ մենք իրար ճանաչել ենք եւ դա ինչ որ նորություն չի։ Վարշակ Հարությունյանի հետ շատ ենք շփվել, խոսել, զրուցել եւ եկել ենք մի ընդհանուր հայտարարի, որ մեր տեսակետները շատ հարցերի շուրջ միասնական են եւ գտել ենք ճիշտ միասնական գնալ ընտրություններ, այսինքն նենց չեղավ օթից, որ ինչ որ տենց ուղղակի որոշեցինք մասնակցել միասին։ Ինչ վերաբերվում է երրորդ համարին, Անի Ներկայարյանին, Անին բավականին հայտնի լրագրող է, ընդդիմադիր լրագրող, ինքը շատ մեծ փորձ ունի նաև լրագրության հարցումային, հա, այսպես ասած ուղղության մեջ, ինքը վերջի տարվա ընթացքում մոտ 20,000 մարդու հետ է խոսել եւ շփվել, որպես այդ բանը հնարավորությունը ի տարբերություն շատ այլ լրագրողների շփվել մարդկանց հետ ու կոնկրետ այդ գործն է արել եւ շատ լավ տիրապետում է մեր հասարակության պուլսը, թե ժողովուրդը ինչ է խոսում։ Եվ մենք առաջարկել ենք Անիին, որ միանա մեր թիմին եւ միասնական գնանք ընտրությունների։ Անիի նման կարող ենք այլ լրագրողներ էլ ներգրավել, ասեմ ավելին, եղել են զրույցներ տարբեր այլ լրագրողների հետ, քննարկումներ, նշո, միայն Անիի հետ է եղել այդ քննարկումները։ Անին գտել է, որ ունի ցանկություն քաղաքականություն մտնելու եւ սատարել է մեր նախաձեռնություններին, միացել մեր թիմին, հասկանում։ Իշխանության քարոզարշավի մասով ինչ կասեք, կարծես թե Նիկոլ Փաշինյանը իրեն ընդդիմադիր է համարում
երեք ուժի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին եւ Սամվել Կարապետյանին եւ հիմնական իրեն թիրախ է ընտրել այդ երեք ուժերին իր հակաքարոզչության համար, ինչ կարող եք ասել իշխանական քարոզչության ձևի եւ բնույթի մասին։ Իշխանական քարոզչությունը դա իրենց նեղ եւ իրենց, ինչ ասեմ, իրենց որոշելիքն է, այստեղ մեր կուսակցությունը կամ որևէ այլ կուսակցություն գնահատականներ տալու կարծում եմ կարիք չկա, որտեղ ինչպես հիշում եք, Նիկոլ Փաշինյանը բոլոր ընտրություններում էլ տարբեր ընդդիմադիր ուժերի անդրադառնում է եւ խոսում է այդ հարցերի շուրջ։ Հիմա այս անգամ ընտրել է տվյալ մարդկանց, խոսում է, դա իր խնդիրն է, ընդհանրապես ինձ չի հետաքրքրում դա։ Եթե այս հարցը ես տալիս եմ բոլոր ուժերին գրեթե, որոնց հետ ես զրուցում եմ, եթե այնպես է ստացվում, որ դուք անցնում եք խորհրդարան եւ ձեզ հետ խորհրդարան է անցնում կամ Սամվել Կարապետյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կամ Գագիկ Ծառուկյանը որպես ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր ուժ եւ ընդդիմությունը հնարավորություն ունի կոալիցիայով իշխանափոխություն անել, ընդդիմության թեկնածուին ընտրել վարչապետ։ Դուք ինչպես կվարվեք։ Կորյուն ջան, ամենայն հարգանքով ձեզ, ամենայն հարգանքով ես ձեզ շատ հարգում եմ, բայց ձեր ասած հարցը նմանվում է Կիկոսի մահի այդ հանրահայտ հեքիաթին, եթե։ Դե հիմա ոչ մի բան չկա, ինչ խոսենք, եթեով ենք խոսում։ Ժողովուրդը կտա, գիտեք, ժողովուրդը կտա մեզ վստահություն որպես ռեֆորմիստներ։ Մենք գնալու ենք որպես ռեֆորմիստներ եւ բանում քվեաթերթիկում, իդեպ մենք առաջինն ենք քվեաթերթիկում, մենք գնում ենք որպես առանձին ուժ։ Ինչքանով ճիշտ կլինի, նույնիսկ եթե մենք ունենանք որոշակի նախապատվություններ, այսպես ասած, հա, որևէ ուժի հետագայում ինչ որ ձեւով քվեարկելու իրենց առաջարկած վարչապետի թեկնածուներին, այսօր դա հրապարակել այն դեպքում, երբ որ մենք ունենք մեր սեփական թեկնածուն։ Սա ոչ միայն վիրտուալ հարց է, այլ նաև ճիշտն ասած մի քիչ նսեմացուցիչ հարց է, որովհետև նախ մենք չենք հասել այդտեղ, երկրորդն էլ մենք ժողովրդից ձայն ենք ուզում մեր համար, մենք չենք ուզում ձայն Ռոբերտ Քոչարյանի համար, մենք չենք ուզում ձայն Սամվել Կարապետյանի համար, մենք չենք ուզում ձայն Նիկոլ Փաշինյանի համար, մենք մեր համար ենք ուզում ձայն։ Հիմա եթե ժողովուրդը մեր 7 կետանոց ծրագիրը քվեարկի, հաստատի, գնանք խորհրդարան, այն ժամանակ հանգամանքները ու երկրում ստեղծված իրավիճակը այն ժամանակ կորոշենք, մենք քննարկենք մեր կուսակցության հետ, քննարկենք մեր համակիրների, ընտրողների, մենք տենց հիմա էս միանշանակ, եթե օրինակ ինչ որ մեկի անունը տամ, դա կլինի նախ անարդար, երկրորդը ել եմ կրկնում անլուրջ մեր գործունեության առումով։ Հիմա որ մենք միլիոններ կամ միլիարդներ չունենք, որ այս քարոզարշավին ներկայանանք որպես լուրջ ռեսուրսներ ունեցող կուսակցություն, որտեղ ինչպես նկատել եք, բոլորը ովքեր ուզում են գնալ ընտրությունների, առաջի հարցը մարդկանց տալիս են փող ունեք, թե չունեք։ Հիմա սա էլ նմանվում է նույն պատմության, որ այն փող ունեցող ուժեղները իրենք անպայման անցնելու են, մենք էլ տենց եթե բախտներս բերի անցնենք, տենց 4% հավաքենք, ապա ում ենք տալու ձայն։ Իսկ ինչու չեք մտածում, որ կարող է հենց բոլորը միանան Վաղարշակ Կարությունյանին վերջում։ Մտածեք թեմա է ասեմ։ Պարոն Բաբայան, էական չի այստեղ ով կանցնի այդ բոլոր նշածս ուժերից, հա, եթե ընդդիմությունը անցնում է խորհրդարան եւ եթե դուք չեք լինում այդ շատ ձայներ հավաքած ընդդիմությունը, ես ուզում եմ, որ մեզ լսողը իմանա, դուք այդ վճռորոշ պահին ինչպիսի գործողություն կկատարեք, կօգնեք իշխանափոխությանը, թե կօգնեք, որ Նիկոլ Փաշինյանը մնա խորհրդարանում։ Եթե Վաղարշակ Հարությունյանը լինի այդ թեկնածուն, որը ամենաշատ ձայները տանի, ես այս հարցը կտամ երկրորդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր ուժին կամ երրորդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր ուժին։ Հասկանալի է, ես լրիվ ձեր հարցի բոլոր ենթատեքստերը հասկանալով հանդերձ ասում եմ, դերևս ոչ մեկ չի զբաղեցրել, ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ, ոչ էլ առավելևս չորրորդ։ Կգա ժամանակը, մարդիկ կտեսնեն։ Հիմա մենք գնում ենք մեր ծրագրով եւ խնդրում ենք ժողովրդին, որ մեզ ձայն տա եւ ներկայացնում ենք մեր ծրագիրը, որպեսզի գանք խորհրդարան եւ բերենք ռեֆորմներ։
Հիմա եթե ժողովուրդը ուզում է այդ ռեֆորմները, մենք կգանք խորհրդարան, այն ժամանակ կխոսենք։ Եթե ժողովուրդը չի ուզում այս ռեֆորմները, ուրեմն կընտրի ձեր ասած այն կուսակցություններին, ովքեր կգնան խորհրդարան։ Այս հարցը բոլորն են տալիս եւ միշտ, բայց մենք ունենք սկզբունք եւ մեր որոշումը հետեւյալն է, որ այսօր այդ հարցերի մասին խոսելը անլուրջ է, որովհետեւ մարդիկ ընտրելու են Վահան Բաբայանին, մարդիկ ընտրելու են Վաղարշակ Հարությունյանին, մարդիկ չեն ընտրում ձեր նշած կուսակցությունների համար մեզ, իսկ երկրի համար վճռորոշ ճակատագրական պահերին ինչպիսի որոշում կկայացնի մեր կուսակցությունը, դա ապագայի խնդիր է, դա կապված է ինչ իրավիճակ կստեղծվի խորհրդարանում եւ երկրում, եւ ինչպիսի հնարավորություններ կունենա մեր կուսակցությունը։ Գուցե օրինակ պատմականորեն եթե տենց եթեներով նայենք, շատ դեպքեր լինում են, որ ոչ մեկինը չեն միանում օրինակ։ Ոչ մեկին։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն է ընտրվում։ Չէ, դե հիմա դուք ուզում եք անպայման այդ ձեր կոնտեքստը տանեք այդտեղ, բայց Նիկոլ Փաշինյանին եկեք թողենք մի կողմ։ Մենք չգիտենք Նիկոլ Փաշինյանը ինչքան ձայն է տանելու։ Մենք չգիտենք Սամվել Կարապետյանը ինչքան ձայն է տանելու, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, նույնիսկ մյուս կուսակցությունները։ Մենք ինչ իմանանք, կարող է այն կուսակցությունն է տանում այդ տեղերը, որ դուք նույնիսկ չեք էլ մտածել, որովհետեւ եթե դուք այս հարցը տայիք ինձ օրինակ, անկեղծ ենք խոսում, ես էլ անկեղծ ասեմ էլի ձեզ։ Եթե այս հարցը դուք ինձ տայիք հունիսի 4-ին, հունիսի 5-ին, գուցե եւ ես ինչ որ բան ասեի ձեզ արդեն։ Բայց ընտրարշավին դեռ կա 25 օր։ Եվ դուք եւ ես եւ որևէ մականացու չգիտի այդ 25 օրում ինչեր են տեղի ունենալու։ Ինչ բացահայտումներ են լինելու, ինչ իրադարձություններ են լինելու, ինչ հետաքրքիր հայտարարություններ ու քայլեր են լինելու, մենք չգիտենք դրա մասին, բայց խոսենք այսօր 25 օր հետո, թե մենք ինչ կանենք կամ 30 օր հետո, ճիշտ ասած դրա համար չեմ ուզում այդ հարցով խորանանք։ Էլ եմ ասում, եթե ընտրությունից 1 օր առաջ ասեիք, գուցե պարտավորեցնող լիներ ձեր ասածը, որ ես հանդես գայի մոտավոր տեսակետով, բայց ես ելի եմ կրկնում հարգելի մեր օգտատերերի համար, որ մենք խնդրում ենք ձայն մեր համար, մենք մասնակցում ենք մեր համար։ Եթե մենք գտնեինք, որ այդ ձեր նշած ուժերից որևէ մեկը լավն է եւ ինքը կարող է դառնալ իշխանություն, մենք կաջակցեինք այդ ուժերին, կմիանայինք եւ այս մեր ողջ ռեսուրսը, չարչարանքը, մեր այս ամբողջ անելիքը կանենք այդ թիմի եւ այդ լիդերի համար։ Մենք գտնում ենք, որ դա այդպես չի եւ մենք ունենք մեր, ոնց որ ասած, քայլերը եւ մարտավարությունը եւ ռազմավարությունը եւ հաշվարկը։ Շատ լավ, բայց այնուամենայնիվ որպես ընդդիմադիր ուժ դուք բացառում եք ԿՊ-ի հետ համագործակցությունը։ Նայեք, մենք այսօր բացառում ենք բոլորի հետ համագործակցությունը, բոլորի։ Այդ թվում ձեր նշած քաղաքական ուժերի, ընդդիմության քաղաքական ուժերի, բոլորի, որտեղ մենք գնում ենք ընտրության բացառապես մեր օրակարգով, մեր ծրագրով։ Երբ որ մենք կմտնենք խորհրդարան, այդ ժամանակ ստեղծվում է երկրում նոր քաղաքական իրավիճակ։ Հայաստանի Հանրապետությունում հիմա այլ իրավիճակ է։ Հունիսի 7-ին երկրում ստեղծվելու է նոր քաղաքական ստատուս քվո։ Եվ այդ նոր քաղաքական ստատուս քվոյի ժամանակ մենք կասենք մեր կարծիքը։ Գորոն ջան, այսօր մենք չենք կարող նման բաներ խոսել, բայց բացառման տեսանկյունից ես բացառում եմ բոլորի հետ համագործակցությունը, դեռ մենք այսօր գնում ենք միայնակ։ Եթե մենք համագործակցող լինեինք, Գորոն ջան, այսօր կհամագործակցեինք։ Կգնանք ասենք բարև ձեզ, ես պատգամավոր եմ եղել, չգիտեմ, էս այն կուսակցությունն է, թիմա, ձայնա, եկեք մենք ձեզ միանանք մի հատ էլ մանդատ մեզ տվեք էլի։ Մենք այդ ճանապարհը չենք ընտրել, մենք ընկել ենք հիմա դժվարին փուլի մեջ, որ մենք մեր կուսակցությունը դարձնենք քաղաքական սուբյեկտ։ Սա է ճանապարհը։ Բայց հիմնական նպատակը ձեր քաղաքական ուժի, պարոն Բաբայան, ո՞րն է, իշխանափոխությունն է, խորհրդարանում ներկայացվածությունն է, կամ գուցե կառավարությունում տեղ ունենալն է, մաքսիմումը եւ մինիմումը ո՞րն է ձեր համար սահմանել եք։ Շատ լավ հարց եք տալիս, ես այսօր հանրայինում հյուր էի ու հենց այդ հարցին պատասխանեցի։ Նայեք, մեր ծրագրամա մինիմումը խորհրդարան մուտք գործելն է։ Որովհետեւ դա պետք է յուրաքանչյուր կուսակցության համար լինի ամենակարևորագույն հարցը։ Ծրագրամա մաքսիմումը, որ մենք ունենանք լուրջ ներկայություն խորհրդարանում
եւ ազդեցություն Հայաստանում քաղաքական որոշումների կայացման վրա։ Ոնց դա կլինի, դա ցույց կտա ժամանակը, բայց այսօր խոսել նրա մասին, որ որևէ մի կուսակցություն Հայաստանի Հանրապետությունում կարող է միայնակ գալ իշխանության ընտրությունների արդյունքներով, դա անլուրջ խոսակցություն է։ Եթե դա իշխանությունը չէ իր վարչական ռեսուրսներով եւ տարբեր այլ բաներով, ապա անդիմության կուսակցությունից որևէ մեկը ես գտնում եմ այսօր միայնակ ու միանգամից իշխանության չի կարող գալ։ Այստեղ վերադառնում ենք ձեր ասած այդ կոնսոլիդացիաներին եւ կոալիցիաներին։ Եվ մենք խորհրդարանական երկիր ենք, եւ այդ ճանապարհը բոլորիս է սպասվում, ուշ թե շուտ, բայց մեր նպատակը խորհրդարան մտնելու համար միայն ու միայն մեր ծրագրի իրականացումն է։ Մենք ունենք 7 կետանոց ծրագիր, որի մեջ մենք տեսնում ենք լրջագույն խնդիր անվտանգության հարցը։ Դրա համար մենք դրել ենք անվտանգություն մեր կարգախոսը։ Տեսեք, Փաշինյանը ասում է խաղաղություն։ Եվ նաև մեղադրում է ընդդիմությանը, որ նրանք բերելու են պատերազմ։ Հիմա մենք առաջարկում ենք անվտանգություն, որովհետև մենք գտնում ենք, որ ոչ պատերազմը, ոչ էլ խաղաղությունը հավերժական գաղափարներ եւ հասկացողություններ չեն։ Խաղաղությունը հավերժ չի լինում, բայց անվտանգության համակարգը, եթե լավն է լինում, ինքը շատ հավերժական խնդիր է լուծում, որովհետև եթե տեսնենք ԱՄՆ-ին, տեսնենք եվրոպական զարգացած երկրներին, այդ թվում Ռուսաստանի Դաշնությանը, մեծ երկրներին, փոքր երկրներից կարող եմ Իսրայելի օրինակը բերել, հա, մարդիկ ունեն իրենց անվտանգության դոկտրինները եւ կապ չունի Նիկոլ Փաշինյանն է գալի իշխանության, Վահան Բաբայանն է գալի, թե ձեր ասած մյուս մարդիկ, այդ դոկտրինով են շարժվում պետության ազգային շահերից ելնելով։ Ոչ մեկ չի իր անձի կմահաճույքով որոշում թե որն է ճիշտ ճանապարհը, այլ դրա շուրջ պետությունն է աշխատում եւ պետությունը ունենում է լուրջ փաստաթուղթ, որը ներառնում է եւ ռազմական անվտանգության, եւ տնտեսական անվտանգության, եւ տեղեկատվական անվտանգության բոլոր բաները։ Հիմա մենք մտնում ենք այս փուլի մեջ, որպեսզի բերենք մեր հետ այդ կետը, բերենք այդ հարցը, թարմացնենք եւ նոր ռազմավարություն, նոր անվտանգության հայեցակարգ բերենք օրակարգ, եւ ամենակարևորը մենք ուզում ենք բերել ընտրական օրենսգրքի եւ սահմանադրական փոփոխությունների փաթեթ ազգային ժողով։ Մենք այն կուսակցությունը չենք, որ խոսենք, այս կբարձրացնենք, այն կբարձրացնենք, դուք դրախտում կապրեք, գնաք Դուբայում կհանգստանաք, չգիտեմ, 100,000 աշխատատեղ, կես միլիոն, մենք խոսում ենք ուրիշ բանից։ Մենք այսօր մասնակցում ենք ընտրությունների եւ տեսնում ենք, որ ընտրական գործընթացում սահմանադրության եւ ընտրական օրենսգրքի համաձայն մենք ունենք խնդիր։ Խնդիրը հարուստների եւ աղքատների միջև է։ Խնդիրը իշխանության եւ ընդդիմության միջև չէ։ Այսօր ես մասնակցում եմ որպես ընդդիմություն ընտրությունների, իմ հետ մասնակցում են նաեւ այլ ուժեր, 19 կուսակցություն է մասնակցում։ Ես այսօր այդ հարցը խոսել եմ հանրայինում։ Ոնց է պատահում, որ ես հազիվ ինձ թույլատրվում է, քանի որ ես միլիոններ չունեմ, A4 ֆորմատի թուղթը տանեմ ինչ-որ մի թույլատրված վայրում փոքր կպցնեմ, իսկ միլիարդատերերը կարող են ասենք 5 միլիոն դրամ կամ 3 միլիոն դրամ տալ եւ իրանց պաստառները կպցնել։ Եկեք հասնենք մի հատ ստեղ։ Հələ եկեք սաղին մի կողմ թողենք։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ապրել եմ, սովորել եմ, ծառայել եմ, աշխատել եմ Հայաստանի Հանրապետությունում։ Ես ուզում եմ մասնակցեմ ընտրությունների եւ հաղթեմ։ Հիմա ինձ պետք է տրամադրվի բոլորի նման նույն իրավունքներն ու հնարավորությունները։ Մենք բոլորս պետք է ունենանք օրենքի առաջ հավասար հայացքից տալիս են այդ հնարավորությունը, բայց պետությունը ինքը չի կարողանում այդ հնարավորությունները ապահովել։ Ինձ ասում են մենք քեզ տալիս ենք վճարովի եթեր։ Խնդիր չկա, տվեք, վճարովի եթերը նրա համար է, որ դու երկար ժամանակով ավելի կարողանաս տվյալ եթերները օգտագործես, որովհետև քեզ եթե տալիս են 3 րոպե անվճար, դու կարողանում ես 3 րոպե էլ առնես, որ 6 րոպե, չէ՞ քեզ ցույց տան, որ ժողովուրդը քեզ լսի։ Հիմա ասում են, եթե դու չես տալի վճարովի, ուրեմն քո անվճարը մենք գցում ենք գիշերվա ժամը 4-ին։ Հիմա սա ինչ է։ Սա ինչի հետ է կապված։ Այսինքն պետությունը ինքը ամեն ինչ անում է, որ հավասար իրավունքները պաշտպանի, չէ՞, իր գլխավոր սկզբունքը դա պետք է լինի սահմանադրության համաձայն, բայց մենք չունենք այսօր այդ։ Ու իմ նման դա չունեն տասնյակ կուսակցություններ, ովքեր մասնակցում են այս գործընթացին։ Եվ սրա մասին ես զարմանում եմ, որ չեն խոսում։ Պաստառները կամ այդ բանը, ընտրագրավի գոյությունը։ Մենք մեր 4-րդ կետը մեր ծրագրի
Ընտրագրավի չեղարկումն է, մենք առաջարկում ենք ստորագրավը։ Այո, որովհետև եթե այն ժամանակ 90-ականներին կամ 2000-ականների սկզբին մարդիկ ուղղակի ինչ-որ ասես դավթարներ էին, այդ դավթարներում ստորագրում էին, հետո էլ ԿՀ-ում նստում նայում էին, թե դավթարները ճիշտ են, թե կեղծ են, այսօր կներեք, բայց գոյություն ունի էլեկտրոնային ստորագրության համակարգ, որը բոլորս ունենք։ Եկեք անցնենք էլեկտրոնային ստորագրության համակարգով ընտրական գործընթացին աջակցության խնդրի, այսինքն մարդը ուզում է առաջադրվի կամ կուսակցությունը, թող գնա այդ էլեկտրոնային բանը անցնի, դա կեղծել չի լինի։ Օրինակ 20,000 հոգի թող ասի, որ Վահան Բաբայան ուզում է առաջադրվի, թող առաջադրվի։ Մենք համաձայն ենք, Վահան Բաբայանը գնա առաջադրվի, անկախ նրանից, Վահան Բաբայանը 7 միլիոն կմուծի, 15 միլիոն կմուծի, թե կբերի $1 միլիարդ կմուծի, իրան չեն թողի մասնակցի, որտեղ կասեն եղբայր դու պետքա 20,000 մարդ աջակից ունենաս։ Եվ հակառակը, երբ որ ես չեմ ունենա այդ միլիարդները, բայց կունենամ այդ աջակիցներին, ես անխոչնդոտ կմասնակցեմ հավասար պայմաններով ընտրություններին։ Սա ռեֆորմներ են, որ մենք առաջարկում ենք, եւ ես կարծում եմ, որ 2031, 2000 արդեն 30-ական թվականներին մեր պետությունը պետք է մի քայլ առաջ անցնի այս խնդիրների մեջ, որովհետև մենք ցիվիլ պետություն պետք է դառնանք ի վերջո։ Եվ երկրորդ բանը նշեմ ու ավարտեմ, նայեք, ժողովուրդը այսօր հանդիպում ենք, չէ՞, մարդկանց հետ, տարբեր մարդկանց հետ ենք հանդիպում, կանաչի ծախող, խնձոր ծախող, թանկարժեք մեքենայից իջնող, չգիտեմ, մանկավարժ, բժիշկ, տարբեր մարդիկ։ Գիտեք ինչ են ասում, հիմնական մարդիկ։ Այս ձեզ հիմա էքսկլյուզիվ ասում եմ վերջի տպավորությունները ինչ են ամենաշատը ասում, որը կա ոչ մի եթերում դեռևս չեմ ասել, հատուկ ձեր համար եմ ասում։ Ասում են հոգնել ենք, եղբայր, հոգնել ենք։ Դավաճան, թալանչի, թալանչի, դավաճան, դավաճան, թալանչի, հոգնել ենք։ Եվ այս ֆորմատի ներքո մենք առաջարկել ենք մի գեներալի տեխնացություն, ով 36 տարի ծառայել է իր պետությանը եւ այսօր բնակվում է մի սովորական բնակարանում նախկին վայնկամատի շենքում, որ իրեն տրամադրել է պետությունը եւ չունի որևէ այլ գույք այս երկրում ու ընդհանրապես։ Եվ ինքը օրինակ է մեր բոլոր եւ զինվորականներին եւ պետական գործիչներին, որ այդ մարդը ծառայել է իր պետությանը եւ որևէ բիզնեսով չի զբաղվել, որևէ մարդկանց ինչ-որ հարցերի մեջ չի մտել, ինքը իր գործն է արել որպես պրոֆեսիոնալ։ Նույն ձև ես աշխատել եմ падգամավոր եւ դուք կարող եք նայել իմ ունեցվածքը, իմ սեփականությունը, ասենք ես որևէ 5 տարի падգամավոր եմ եղել, իմ կյանքում որևէ բան չի փոխվել։ Ոչ մի բան։ Ես ոչ բիզնեսներ եմ արել, ոչ էլ ինչ-որ հարցերով եմ զբաղվել։ Դրա համար այսօր վստահ եկել եմ ու ասում եմ, Ժորժ ջան, եթե հոգնել եք այդ իրավիճակից, ընտրեք այլընտրանք, եւ այդ այլընտրանքը կարող լինեն ռեֆորմիստները, որտեղ մենք ունենք կոնկրետ ռեֆորմների ծրագիր եւ առաջարկում ենք։ Հիմա փորձենք։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը այդ տոկոսը, որ մենք ակնկալում ենք ստանանք, գալու է տեղամաս եւ քվեարկելու է։ Հենց այդ բուտ անտառում, որտեղ այդ fake բաներին պետք չի շատ ուշադրություն դարձնել։ Շատ մարդիկ գալիս են ծափ են տալի, բան են անում։ Մենք լավ գիտենք այդ տեխնոլոգիաները, չէ՞, մենք էլ տենց լուսնից չենք իջես, քաղաքական դաշտում արդեն երկար տարիներ են, լավ գիտենք, որ մի բանա լայքերը, մի բանա դիտումները, մի բանա քո միջոցառումներին գալ ծափ տալը եւ լրիվ այլ բանա քվեաթերթիկ լրացնել եւ ուրեմն քվեատուփում գցելը։ Սրանք տարբեր process-ներ են։ Շատ լավ, հետևենք քարոզարշավ ընթացքին, դեռևս 20-ից ավելի օր կա, ձեր քաղաքական ուժին էլ հաջող քարոզարշավ եմ մաղթում, կարծում դեռ Շնորհակալ եմ Կորոն ջան, շնորհակալ եմ։ Դուք էլ լավ եք, շնորհակալ եմ լուսաբանման համար, ձեր նման լավ ոնց որ ասում եմ հարթակները կօգնեն մեր հասարակությանը կողմնորոշվել, ընտրել եւ խորը մտածել ընտրությունից առաջ ում են ընտրում եւ ինչպիսի ճանապարհ են ընտրում։ Շատ շնորհակալ եմ, լավ եղեք։